Տեսնենք, բայց պարոն փոխնախագահը կգա, բանակցությունները բնականաբար կլինեն։ Բայց այլ մանրամասներ, այդ թվում նաև ձեր հարցադրման ուղղությունների մասով ես չեմ տիրապետում։ Պարոն Պապայան, 3 Թրամփը ստորագրեց հրամանագիր, Միացյալ Նահանգները կարող է մաքսատուրքեր սահմանել բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք առևտուր կանեն Իրանի հետ։ Սա նախ ինչի խնդիրներ կստեղծի Հայաստանի հետ կապված, եւ արդյոք այս հարցն էլ կքննարկվի Վենսի այցի ընթացքում։ Դե միանշանակ քննարկվի, մոտավորապես $50 միլիոն արտահանում ենք ունեցել նախորդ տարի Միացյալ Նահանգներ եւ բնականաբար այնտեղ ապրանքներ կան, որոնք որ էական չափով, այսինքն 10-ը եթե վերածվում է 25-ի, իրենց մրցունակությունը կորցնեն նման իրավիճակում, բայց նախ մենք ես գոնե մամուլից եմ դրա մասին տեղեկացել, այսինքն էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնական որևէ նամակ կամ հաղորդագրություն նոտա չի ստացել ոչ ամերիկյան կողմից, ոչ ԱԳՆ-ի միջոցով ամերիկյան կողմից, այսինքն դա մամուլի հրապարակում է։ Երկրորդը կտեսնենք իմպլեմենտացիան ոնց կլինի, նաև բնականաբար գործընկեր երկրների հետ քննարկումներ տեղի կունենան եւ հարցեր են, որոնք արտակ եղել ամերիկյան կողմում, որ Իրանը մեզ համար շատ կարևոր երկիր է, հարևան երկիր եւ հարգելի գործընկերներ, այսօր Հայաստանում է գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Դա նման այց չի լինում, էլի շատ հաճախ, դուք էլ գիտեք։ Պատմական այց է եւ բոլոր հարցերը կքննարկվեն, այդ թվում նաեւ այլ հարցերը։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ օրակարգում ավելի կարևոր եւ ավելի հետաքրքիր հարցեր կան։ Դա էլ է շատ կարևոր ու շատ հետաքրքիր հարց, բայց ավելի կարևոր եւ ավելի հետաքրքիր հարցեր կան։ Ես կարծում եմ, որ նույն Nvidia-ն, նույն Trip-ը դրանք շատ, այսինքն այն ինչ որ արդեն մենք օգոստոսի 8-ին ստորագրել ենք, քննարկել ենք, դրանք հաստատ պակաս կարևոր չեն, նաև այդ հարցն է կարևոր, բայց նույնիսկ իմ կարծիքով դրանք ավելի կարևոր են։ Ատոմակայանի հետ կապված արդյոք կա որոշում, որ այդ մոդուլային ատոմակայանը վստահելի է